Ազգային ժողովի մեծարգո փոխնախագահ, հարգարժան պատգամավորներ, սիրելի ժողովուրդ, ինձ համար մեծ պատիվ է առաջադրվել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի պաշտոնի համար եւ կանգնել օրենսդիր մարմնի առջև եւ ժողովրդի առջև։ Ես կներկայացնեմ իմ տեսակետը Սահմանադրական արդարադատության բարելավման ուղղված ցանկացած պետական մարմին մշտապես տեղ ունի կատարելագործման եւ բարելավման։ Սահմանադրական արդարադատության նպատակը սահմանադրության գերակայության ապահովումն է եւ անձանց սահմանադրական իրավունքների պաշտպանությունը։ Այդ նպատակին միայն սահմանադրական դատանով եւ սահմանադրական արդարադատությամբ հասնել անհնար անիրագործելի է։ Սահմանադրության գերակայության ապահովմանը անձանց սահմանադրական իրավունքների պաշտպանությանը հնարավոր է հասնել հանրային իշխանության մարմինների, պաշտոնատար անձանց, պետական ինստիտուտների ներդաշնակեցված եւ անընդմեջ գործելու եւ որ ամենակարևորն է հանրային հասարակական քաղաքական միջանձնային հարաբերությունների սահմանադրականացմամբ։ Ուստի Սահմանադրական դատարան ինստիտուտի առջև դրված նպատակը իրականացնելու ճանապարհին արկա խնդիրների, խոչընդոտների եւ դրանք լուծելու հաղթահարելու հասցեատերը հանրային իշխանության մարմինները, պաշտոնատար անձինք, պետական եւ քաղաքացիական հասարակության ինստիտուտներն են։ Սահմանադրական արդարադատության իրավունքի բովանդակության մաս է կազմում Սահմանադրական դատարանի ակտերի ի կատար ածված լինելու իրավունքը։ 1996 թվականից մինչ օրս Սահմանադրական դատարանը կայացրել է շուրջ 1700 դատական ակտ։ Դրանցից 1050-ը նախնական վերահսկողության դիմումներ են, միջազգային պայմանագրի նախնական սահմանադրականության ստուգման դիմումների հիման վրա կայացված որոշումներ են եւ 750-ը, շուրջ 750-ը դրանք հետ post factum սահմանադրական վերահսկողության դիմումներ են։ Եվ դրանցից մոտավորապես 25% դեպքերում սահմանադրական դատարանը ճանաչել է կամ նորմը սահմանադրությանը, որևէ նորմ, գոնե մեկ նորմ սահմանադրությանը հակասող եւ անվավեր, կամ բացահայտել է այդ նորմերի բուն իրական սահմանադրաիրավական բովանդակություն։ Դրանց թիվը կազմում է շուրջ 47 եւ առաջին դեպքում մոտ 130։ Այս որոշումներով Սահմանադրական դատարանը ճանաչել է սահմանադրական իրավունքի խախտում։ Ինչ հետևանք է ենթադրում իրավունքի խախտման փաստի ճանաչումը։ Պետք է իրականացվեն անհատական եւ ընդհանուր միջոցներ։ Անհատական միջոցներից իրավունքի վերականգնում, այսինքն դատական գործի վերաբացում, դատական ակտի բեկանում եւ գործի քննում, հաշվի առնելով, որ անձի համար հակասահմանադրական հետևանք առաջացրած կիրառած իրավական դրույթը անվավեր է ճանաչված, կամ պետք է կիրառվի, կրկին կիրառվի, սակայն այլ մեկնաբանությամբ Սահմանադրական դատարանի որոշմամբ սահմանված մեկնաբանությամբ։ Կայուն հաստատված անվիճելի մարդու իրավունքների եվրոպական դատարանի բազմաթիվ վճիռներով։ Պրակտիկա է, եթե անձի իրավունքը խախտվել է, ապա նա կրել է վնաս եւ նյութական եւ բարոյական։ Վիճելի կարող է լինել միայն այդ վնասի չափը եւ հատուցման ձևը։ Նյութական վնասն իր մեջ ներառում է նաեւ Սահմանադրական դատարանում դատական ներկայացուցության եւ ներպետական պաշտպանության միջոցները սպառելու ընթացքում, իրավական պաշտպանության միջոցները սպառելու ընթացքում կատարված եւ խոստացված դատական ծախսերը։ Բարոյական վնասի չափի մասշտաբ մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով սահմանված վնասի հատուցման չափն է։ Ընդհանուր միջոցներից ազգային ժողովը պետք է փոփոխություն կատարի օրենքներում համապատասխանեցնելով Սահմանադրական դատարանի դիրքորոշումներին եւ ցուցումներին։ Այդ թվում զուգահեռ օրենքներում։ Օրինակ, անվավեր է ճանաչվել ընթացակարգային որևէ դրույթ միայն մեկ օրենսգրքում, ապա նույն դրույթը պետք է փոփոխվի մյուս օրենսգրքերում եւս։ Այլ իրավաստեղծ մարմիններ խնդրու առարկա
օրենքի ծածանցվող իրավական ակտերը պետք է համապատասխանեցնեն Սահմանադրական դատարանի դիրքորոշումներին եւ ցուցումներին կամ անվավեր ճանաչեն դրանք։ Դատարանները պետք է այլևս իրավադրույթը այլոց նկատմամբ չկիրառեն Սահմանադրությանը հակասող մեկնաբանությամբ։ Սահմանադրական դատարանի որոշումները պետք է պաշտոնապես հրապարակվեն իրավական տեղեկատվական փնտրողական համակարգերում, ինկորպորացիա արվեն իրավական ակտերում, Սահմանադրական դատարանի դիրքորոշումները պետք է ընդգրկվեն բուհերի հետբուհական կրթական մասնագիտական վերապատրաստման ծրագրերում։ Որպես եւ պրակտիկ իրավաբան, փորձագետ եւ որպես տեսաբան վստահաբար կարող եմ պնդել, որ Սահմանադրական դատարանի որոշումների կատարման ընդհանուր միջոցներից պաշտոնապես հրապարակելու, իրավական ակտերում ինկորպորացնելու, Սահմանադրական դատարանի դիրքորոշումները բուհերի հետբուհական կրթական վերապատրաստման ծրագրերում ընդգրկելու մասը իրականացված է։ Չի կատարվում կամ գրեթե չի կատարվում օրենքում եւ զուգահեռ օրենքները փոփոխելու, ածանցվող ենթահորինսդրական նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու գործառույթը։ Անհատական միջոցների մասով։ Վերևում վկայակոչեցի, որ Սահմանադրական դատարանի շուրջ 180 որոշումներով անվավեր են ճանաչվել իրավադրույթներ։ Ընդհանուր առմամբ շուրջ 200 անձի համար դրանք եղել են իրենց դատական գործը վերանայելու առիթ։ Հաշվի առնելով, որ Սահմանադրական դատարանի որոշումներն ունեն նաև զուգահեռ ազդեցություն, կարող են տարածվել նաև դեռևս Սահմանադրական դատարան չդիմաց պոտենցիալ դիմողների վրա, իսկ քրեական եւ վարչական իրավունքում որոշ վերապահումներով Սահմանադրական դատարանի որոշումները տարածվում են նախորդող բոլոր գործերի վրա, ապա անհատական շահառուների թիվը մի քանի հարյուր է կամ ընդհուպ մի քանի հազար։ Որևէ մեկը ճշգրիտ չի հաշվարկել, դիտարկում կամ մշտադիտարկում չի կատարվում։ Պետք է արձանագրեմ, որ որևէ տեղ հետազոտություն, ուսումնասիրություն չի կատարվել վերաբացումների, դատական գործերի վերաբացումների մասն է խոսքը, դրանց ելքի վերաբերյալ, որպեսզի կարողանան գնահատական տալ, թե որքանով է Սահմանադրական դատարան դիմելու իրավունքը իրական եւ ոչ թե պատրանքային տեսական։ Իմ դիտարկումները պրակտիկանից թույլ են տալիս հետևություն անել, որ աննշան թվով դեպքերում է, որ դատական ակտի ելքը լինում է շրջադարձը։ Մի քանի անգամ այդպիսի գնահատական տվել է Սահմանադրական դատարանը իր որոշումներում, որ դատական ակտի իրավական հիմքը թեև վերանում կամ տրամագծորեն փոխվում է, սակայն նոր քննությունն ավարտվում է, ինչպես եղել էր։ Կարծես Սահմանադրական դատարանի որոշումը գոյություն չունի։ Շատ ուշագրավ է եւ անհատական միջոցներից վնասի հատուցման պրակտիկան։ Հնարավոր հարյուրավոր կամ հազարավոր շահառուներից Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առկա է ընդամենը 3 դեպք, երբ Սահմանադրական դատարանում գործը շահած անձը վնասի, այդ թվում բարոյական վնասի հատուցում է ստացել, այն էլ միայն դատական եռաշրջան համակարգով անցնելուց հետո։ Դրանից մեկի դեպքում ստիպված է եղել 2 անգամ անցնել եռաշրջան դատական համակարգը, միջնորդելով միջանկյալ նաև Սահմանադրական դատարանում գործը շահելով։ Իսկ արտադատական կարգով վնասի հատուցման դեպք դեռևս Հայաստանի պատմության մեջ չի գրանցվել։ Փորձերը շարունակվում են։ Կարող ենք ասել, որ Սահմանադրական խախտված իրավունքի վերականգնման իրավունքը, սա իրավունք է առանձին, Սահմանադրական խախտված իրավունքի վերականգնման իրավունքը։ Տեսականը եւ գործնականում չիրագործելի, չամբողջացած։ Սահմանադրական դատարանում գերազանցապես վիճարկվում են օրենքների դրույթների սահմանադրականությունը։ Հետևաբար պատասխանող մրցակցող կողմ է հանդես գալիս ազգային ժողովը։ Իրավունքների լիարժեք վերականգնումը, նկատի ունեմ նաև դատական ծախսերի հատուցումը, բարոյական վնասի հատուցումը, արդյունավետ միջոց է նաև այն իմաստով, որ ազգային ժողովը եւ յուրաքանչյուր իրավաստեղծ մարմին պետությունը ընդհանրապես կիմանա հակասահմանադրական իրավադրույթի գինը։ Սահմանադրական դատարանի որոշումների եւ որոշումների ոչ պատշաճ կատարումը երկրում սահմանադրական օրինականության հաստատման լուրջ սպառնալիք է դարձել։ Սա Սահմանադրական դատարանի 2017 թվականի հունվարի 24-ի 1339 որոշումից մեջբերում է։ Օրենսդիրը օրենքի դրույթը ձևակերպում է, ընդունում է իրական կյանքում որոշակի շատ կոնկրետ արդյունք ստանալու նպատակով։ Պետք է արձանագրել, որ բացակայում է հետադարձ կապը։ Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ Սահմանադրական դատարանում վիճարկում է օրենքի դրույթի բովանդակության սահմանադրականությունը, որը դրան հաղորդել է
իրավակիրառական պրակտիկան, դատարանները իրենց ակտերով։ Այդ գործերն աննշան, անհամադրելի փոքր են գոյություն ունեցող իրավադրույթների համեմատ։ Բացակայում է մշտադիտարկման մեխանիզմը, օրենսդիրը չի կարողանում գնահատել իրական կյանքում հասել է արդյոք այն նպատակին, որ իր առջև դրել էր օրենքը, դրույթը ընդունելով։ Այս հարցում կարող է օգտակար լինել ազգային ժողովի խմբակցությունների կողմից հետազոտությունների, ուսումնասիրությունների պատվիրումը, բուհերին, քաղաքացիական հասարակության ինստիտուտներին։ Կարող են պատվիրվել ռազմավարական վարույթներ, իրավական ակտերի դրույթները կյանքի կոչելու կամ կոնկրետ գործով օրենքի արտահայտման արդյունք ունենալու եւ օրենքի նպատակի հետ համադրելու համար։ Սահմանադրական դատարանի, եվրոպական դատարանի վճիռների, վճռաբեկ դատարանի դատական ակտերի կատարման մասով։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները, դրանցում արտահայտած եզրահանգումները սահմանադրության բովանդակության մաս են։ Սահմանադրական իրավունքի մեկնաբանության նվազագույն շեմն են։ Ուստի եվրոպական դատարանի որոշումների անհատական եւ ընդհանուր միջոցների կատարումը սահմանադրության գերակայության ապահովման անգերագնահատելի միջոցներից է։ Հայաստանը լավագույնս է կատարում եվրոպական դատարանի վճռով սահմանված արդարացի հատուցման գումարի տրամադրման, վճիռների թարգմանման, հրապարակման, ուսումնական ծրագրերում ներառելու պարտականությունը, սակայն մյուս անհատական եւ ընդհանուր միջոցների կատարումը ինստիտուցիոնալ, այդ թվում օբյեկտիվ անկողմնակալ կերպով մշտադիտարկման չի ենթարկվում։ Իսկ փորձագետների կողմից գնահատվում է ոչ պատշաճ։ Նույնանման իրավիճակ է վճռաբեկ դատարանի, վարչական դատարանի դատական ակտերից բխող ընդհանուր միջոցների կատարման ոլորտում։ Այս նպատակին հասնելու համար կարևոր գործիք կարող լինել դատական ակտերի, դրանց բովանդակության վերաբերյալ իրազեկումները, ուսումնական ծրագրերում ներառումը, վերապատրաստումները, նաև ազգային ժողովի պատգամավորների համար դասընթաց սեմինարների կազմակերպումը, գուցե նաև պարտադիր։ Սահմանադրական վեճի ընկալման, դրա նկատմամբ վերաբերմունքի փոփոխման հիմնախնդիրների վերաբերյալ։ Իրավունքների պաշտպանության միջոցը, այդ թվում նաև սահմանադրական չի կարող, չպետք է կիրառվի որպես զենք այլոց իրավունքների ու ազատությունները խախտելու, սահմանափակելու համար։ Սահմանադրական արդարադատությունը չպետք է ընկալվի որպես քաղաքական մրցակիցների նկատմամբ թշնամական ակտ եւ հակառակը։ Իրավունքի պաշտպանությունը սահմանադրական դատարանում պետք է ընկալվի որպես գործնական, գիտական, գիտագործնական process, որի արգասիքը սահմանադրական դատարանի որոշումը բարենպաստ է բոլոր կողմերի համար եւ բոլորի համար առհասարակ։ Այն կոնկրետ անձի իրավունք պաշտպանելու զատ օրենք է, որ վերաբերում է բոլորին, տարածվում է բոլորի վրա, այն փոքրացնում է իրավունքի հնարավոր խախտումների սահմանները, այն սահմանադիր նշանակություն ունի։ Սահմանադրական դատարանի որոշումների սահմանադրական արդարադատության հեղինակության բարձրացման համար շատ օգտակար կլինի սահմանադրական դատարանում քննվող գործերով ներկայացի նշանակումը քաղաքական մեծամասնության падգամավոր անդամներից, առավել արդյունավետ կլինի պետայրավական հանձնաժողովի նախագահի կամ խմբակցության ղեկավարի նշանակումը, քանզի սահմանադրական դատարանի կողմից օրենքի կամ դրույթի հակասահմանադրական ճանաչելու դեպքում որպես օրենքի պատասխանատու, փոփոխությունների պատասխանատուն քաղաքական մեծամասնությունն է, անկախ նրանից ով ինչպես է քվեարկել եւ որ գումարման ազգային ժողովն է այն ընդունել։ Եվ նաեւ շատ կարեւորում եմ տարեկան 4-ից 6 անգամ գործերի հրապարակային կամ բանավոր ընթացակարգով քննությունը։ Իրավական ակտերի եւ իրավակիրառական պրակտիկայի համապատասխանեցումը գործող սահմանադրությանը։ Ասացի արդեն մինչև հիմա ընդունվել է շուրջ 1750-1800 դատական ակտ եւ ասացի նաեւ թե դրանց որ մասն է, որ վերաբերում է հետահայաց սահմանադրական վերահսկողությանը եւ նաեւ դրանցից շուրջ 25% դեպքերում նորմը ճանաչվել է սահմանադրությանը հակասող եւ անվավեր կամ բացահայտվել է դրա բուն սահմանադրական բովանդակությունը։ Սրանք շատ փոքր քանակ են կազմում այն դրույթների, որ Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում կան։ Սովետական միությունից Հայաստանի Հանրապետությունն անցել են մեծ թվով օրենքներ, իրավական ակտեր։ Ընդունվել է 95 թվականի սահմանադրությունը։ Դրանց մի գերակշռող մեծամասնությունը չեն համապատասխանեցվել Հայաստանի Հանրապետության 95 թվականի սահմանադրությանը։ Դրանից հետո 2005 թվականին փոփոխություն է կատարվել սահմանադրության մեջ, դարձյալ եւ մինչեւ 95 թվական ընդունված օրենքները
եւ դրանից հետո մինչեւ 2005 թվական ընդունված օրենքները չեն համապատասխանեցվել սահմանադրությանը։ Ոչ միայն օրենքները, այլ նաեւ ընդհանուր զրական ակտերը։ 2005 թվականից հետո նաեւ 2015 թվականին կատարված փոփոխությունների արդյունքում նույն պատկերն է եւ իրավական դրույթները, օրենքները մշտապես համալրվում են, ավելանում են եւ դրանց սահմանադրականությունը ստուգելու հնարավորություն այսպիսի տեմպերով ուղղակի գործնականորեն անհնար է։ Իրավական ակտերի սահմանադրականության հիմնախնդրի լուծումը միայն սահմանադրական դատարանով անիրագործելի առաքելություն է։ Այդ խնդրի լուծումը հնարավոր է իրավակիրառողին, այդ թվում վարչական մարմիններին կոնկրետ գործով սահմանադրական արդարադատությունը պատվիրակելու միջոցով։ Իրավունքի տեսությունից գիտենք, թե իրավունքի կիրառման փուլերը որոնք են։ Դրանց փուլերից մեկը նա է կիրառման ենթակա իրավական ակտերի, օրենքներ, ընդհանուր զրական ակտերի համապատասխանության ստուգումը դրա ընդունման կարգին։ Դրանից ավելի բարձր իրավաբանական ուղի ունեցող իրավական ակտերի նկատմամբ։ Որպես կանոն, ես դեպք չգիտեմ ուղղակի, որ իրավակիրառողը կատարած լինի իրավունքի կիրառման փուլերից այս մեկը։ Սահմանադրականության լրջագույն խնդիրը իրավական բացի խնդիրը։ Մի առիթով գույքագրել եմ ոստիկանության ոլորտում ընդունման ենթակա ընդհանուր զրական ակտերի ընդունման ենթակա այդ ակտերի քանակը մոտավորապես 10 տարի առաջ իրավապաշտպան կազմակերպություններից մեկի պատվերով միայն վերնագրերի շարադրանքը տարատեսակը 11-ով միշտողային տարածությունը 1 համակարգչային շարվածքի կազմեց 35 էջ։ Առիթ եղել նաև առողջապահության ոլորտում ընդունման ենթակա ընդհանուր զրական նորմատիվ իրավական ակտերի քանակը հաշվարկել։ Տասնամյակներ կտևի դրանք ընդունելու համար, եթե օրը միջինում 5 նորմատիվ իրավական ակտ ընդունվի։ Հաշված նաև ոչ աշխատանքային օրերը։ Այս խնդրի լուծումը տեսնում եմ իրավունքի անալոգիայի կիրառմամբ։ Իրավակիրառողները ընդհանրապես, իսկ վարչական մարմինները մասնավորապես խուսափում են, իսկ եթե իրեն իրենց անուններով կոչենք, վախենում են իրավունքի անալոգիայի կիրառումից։ Խնդրի լուծումը տեսնում եմ իրավակիրառողներին ազատություն տալով, սովորեցնելով, վերապատրաստելով, նաև սեփական սխալների վրա սովորել թույլ տալով։ Լավ է ուրիշի սխալների վրա սովորելը, սակայն ոչ մեկ չի ուզում լինել այդ ուրիշը։ Միևնույն ժամանակ եւ սпасելու ժամանակ չունենք եւ ավելի հիմնավոր ուսուցիչ չկա, քան սեփական սխալն է։ Սահմանադրական դատարանը ստեղծել է սահմանադրականության ստանդարտներ, ալգորիթմներ։ Սահմանադրական դատարանի կուտակած ժառանգությունը ես գնահատում եմ որպես ավելի քան բավարար։ Սահմանադրական դատարանի դատավոր ընտրվելու դեպքում դրանք կօգտագործեն արհեստական բանականությունը վարժեցնելու, հմտությունները հետևողականորեն զարգացնելու համար։ Յուրաքանչյուր 5 ամիսը մեկ արհեստական բանականության հնարավորությունները բազմապատկվում են։ Եվ կարծում եմ կարճ ժամանակ հետո մենք կարողանանք ունենալ արհեստական բանականության բանաձև, որով հնարավոր կլինի ստուգել նախագծերի սահմանադրականությունը կամ կիրառման ենթակա իրավական ակտերի սահմանադրականությունը։ Հաջողության դեպքում այդ ալգորիթմը կտրամադրվի բոլոր իրավակիրառողներին, այդ թվում նաև իրավաստեղծ մարմիններին, նաև փաստաբաններին, քննիչներին, իրավապաշտպաններին։ Շնորհակալ եմ, պատրաստ եմ պատասխանել հարցերին։ Շնորհակալություն, խնդրեմ հարցերի համար հերթագրում։